Սկեսուրների 5 տեսակ, որոնց մենք գոնե մեկ անգամ հանդիպել ենք։ ՀԴՄ ստուգիչ սկեսուրը, երբ դու մտնելու պես հարցնում է. «Էս ինչ եք առել, իսկ ինչքան է արժեցել»։ Մենք մեր ժամանակներում այդ գումարով մեկ շաբաթ յոլա էինք գնում։ Դե դատախազությունից մի քիչ է էլի տարբերվում։ Ամեն ինչից դժգոհ սկեսուրը։ Աղը շատ է, բողոքում է, աղը քիչ է, բողոքում է, երբ շատ համեղ է, ասում է շատ լավ է, բայց ես ուրիշ ձև կպատրաստեի էլի։ Որդիս հրեշտակի սկեսուրը, երբ գուլպանները սենյակի մեջտեղում թափել է, հարսն է մեղավոր, երբ տուն գալուց ուշանում է, հարսն է մեղավոր, դե անձրև է գալիս, հասկացաք էլի։ Անսպասելի տեսուչ սկեսուրը, երբ առանց զգուշացնելու, առանց տեղյակ պահելու գալիս է ու անպայման ոնց է սկսում, մոտակայքում, կողքի շենքում գործ ունեի, ասեցի մտնեմ, ու դե մի 3 ժամից հազիվ գնում է էլի, երբ տեղեկությունները սաղ հավաքում են, հանգիստ գնում է։ Գաղտնի լուրերի կենտրոն սկեսուրը, երբ դեռ չես հասցրել նրան բան ասել, բայց արդեն բոլոր բարեկամները գիտեն, բայց նա դա բամբասակ չի անվանում է, նա դա անվանում է դե բոլորը պիտի տեղեկացված լինեն, չէ՞։ Ծանոթ էր ձեզ այս սկեսուրները, իսկ 6-րդ տեսակին դուք կնշեք։